Մեծարգո պարոն Կոնջարյան, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ուզում եմ մի բան ասել, հունիսի 7-ից հետո եկավ հունիսի 8-ը եւ Հայաստանի Հանրապետությունում շարունակվեց առողջապահության ապահովագրությունը։ Պարոն Գրիգորյան, ներողություն մի պահ։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության, մասնավորապես խնդրում եմ պահպանել լռությունը եւ լսել պարոն Գրիգորյանին։ Հունիսի 8-ից հետո եկավ առողջապահության ապահովագրությունը, շարունակվեց եւ շարունակվելու է միշտ ի տարբերություն այն թեզերի, որ ասում էին, որ ապահովագրությունը չի լինելու, ընտրություններն անցնելու են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս չի օգտվելու առողջապահության ապահովագրությունից, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին օգտվում է, մեր տատիկները, պապիկները գնում են իրենց աչքերը վիրահատում են, ունենում են լավ տեսողություն եւ ոչ միայն մեր տատիկներ, պապիկները, մեր այն քաղաքացիները, ովքեր 200,000 դրամ եւ ավել աշխատավարձ են ստանում, գնում են եւ ստանում են բուժումներ։ Ճիշտ ասած, ես ուզում եմ նաեւ անդրադառնալ այն հարցին, թե տիկին Բադալյանին ոնց է եղել, որ առաջադրվել է, անձամբ ես մի քանի անգամ խնդրել եմ նրան, որպեսզի առաջադրվի որպես Առողջապահության հանձնաժողովի նախագահի տեխնացու, որովհետև գիտեմ իր մասնագիտական գիտելիքները, գիտեմ ոնց է ղեկավարել նախկինում որպես հանձնաժողովի փոխնախագահ։ Բայց տիկին Բադալյան, ես մի հարց ունեմ եւ ուզում եմ այստեղից ասել, ես կուզենամ նաեւ ապահովագրության տակ գտնվող այն հիվանդությունների ցանկը, որը այս պահին նախատեսված է, հետագայում աշխատենք, որ այդ ցանկը ընդլայնենք եւ զարգացնենք, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել մեզ, ինձ, ձեզ, բոլորիս, որպեսզի կարողանանք այդ ցանկը ավելացնել, որպեսզի իրենք էլ օգտվեն։ Սիրելի հայրենակիցներ, ես կխոսեմ մի երկու դրվագով Գեղարքունիքի մարզի առողջապահությունից, կոնկրետ բուժ հիմնարկներից, օրինակ Գավառի բժշկական կենտրոնի մոտով անցնելուց Հայաստանի Հանրապետության վարչապետին մոտեցան բուժաշխատողները եւ նրանից խնդրեցին կատե համակարգ, որը ընդամենը մի քանի օր հետո ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ առողջապահության նախարարի բերվեց եւ տեղադրվեց Գավառի բժշկական կենտրոն, որը շատ կարեւոր էր։ Նաեւ այս պահին վերազինումներ կան Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր բուժհաստատություններում, բժշկական կենտրոններում, կատե եւ ժամանակակից նոր ռենտգեն ապարատներ եւ այլն, որպեսզի ավելի հեշտ եւ մատչելի լինի մեր բնակիչների բուժ օգնությունը։ Ես նաեւ ուզում եմ ասել, որ մեր իշխանությունը, մեր կառավարությունը նախապատրաստել է 2027 թվականի հունվարի 1-ից, որպեսզի մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա եւ ոնց էիք ասում, տները չծախի, որպեսզի բուժվի, այլ գնա եւ օգտվի ապահովագրությունից եւ ստանա համապատասխան բուժումը եւ չմտածի հիվանդությունների մասին։ Ես ուզում եմ ասել նաեւ, որ մենք պատիվ առողջապահության նախարարության եւ կառավարության ի պատիվ վարչապետի նաեւ բարձրացվել է բուժքույրերի աշխատավարձը։ Ես գիտեմ նաեւ բուժքույրեր, որ արդեն իսկ հիփոթեկով բնակարաններ են գնել եւ դա իսկ արդեն նշանակում է, որ այսօրվա պայմաններում Հայաստանի Հանրապետությունում բուժքույրը նույնպես կարող է դառնալ տանտեր, ունենա տուն, բնակտարածք, որը եկամուտի հետ վերադարձով կարող է գնել։ Ես կուզեմ տիկին Բադալյան, նաև մենք ուշադրություն դարձնենք նպատակային ուսուցման հետ կապված։ Նպատակային ուսուցում մենք այս պահին ունենք, բայց կուզենամ այդ քվոտաներն ավելի մեծացնենք, որտեղ ըստ էության մարզերում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում կան բժիշկների թափուր տեղեր, որոնք չեն լրանում։ Նեոնատոլոգ, երևի եթե ճիշտ եմ ասում անունը, անեսթեզոլոգ եւ այլն տարբեր բժշկական այդ հաստիկներ կան, որոնք չեն համալրվում։ Իմ կարծիքով այս նպատակային ուսուցումը, որովհետեւ ուսանողը հետ կվերադառնա եւ կաշխատի տվյալ բժշկական կենտրոնում, որտեղից որ գնացել է նպատակային ուսուցման, արդեն իսկ կունենանք մասնագիտությունները, կունենանք բժիշկները, որպեսզի որոցե խնդիր չունենան։ Ես կուզենամ նաեւ այս նպատակային ուսուցման հետ կապված մի այլ խնդիր բարձրաձայնել, ինձ են դիմել մի շարք ուսանողներ բժշկական համալսարանից, ասում են, որ իրենք գնում են արձինատուրա, այնտեղ իրենց ստաժ որպես այդպեսին համարվում է, բայց իրենք չեն վճարվում։ Եթե հնարավոր լինի նաև որոշակի գումարով իրենց վճարեն, գնում են աշխատանքի
աշխատանքային ստաժը գնում է, բայց իրենք չեն վճարվում, ամեն դեպքում խնդրում էին այսրան էլ ուշադրություն դարձնենք։ Սիրելի հայրենակիցներ, մենք Մարտունի բժշկական կենտրոնը կառուցեցինք, վերազինեցինք, կար խնդիրները բացահայտվեց, չգիտեմ, եւ այդ խնդիրները վերացվեց, բայց եւ ուզում եմ ասել հիմա էլ նաեւ Մարտունի բժշկական կենտրոնում նոր մասնաշենք է կառուցվում ծիգի ծրագրի շրջանակներում եւ այդ մասնաշենքում էլ եւս կունենանք վերազինումներ։ Մենք նախատեսում ենք ըստ փուլերի գնումա Վարդենիսի բժշկական կենտրոնը, որը պետքա 0-ից վերանորոգենք, վերակառուցենք։ Մենք Գավառի բժշկական կենտրոնը ըստ էության դարձել է անճանաչելի եւ ես արգելի ընդդիմություն ձեզ էլ կխնդրեմ մի օր այցելեք Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ եւ տեսեք եւ վերազինումը եւ աշխատողների 100 պատշաճի աշխատողների քանակը եւ ըստ էության իրենց վճարված աշխատավարձը եւ մասնագետները, որոնք նաեւ մեզ այցելում են Երևանից եւ ուզում եմ իրենց էլ շնորհակալություն հայտնել, որ գալիս են եւ մեր մարզում կատարում են վիրահատություններ։ Ես ուզում եմ նաեւ մի բանի մասին էլ Տիկին Բադալյան խոսել։ Տեսեք, այստեղից հնչեց այդ չարորակ ուռուսկի եւ այդ ծախսերը, որը չի փակում մի քանի, չգիտեմ, Տիկին Արեգնազներ Մանուկյան, այո, այդ քիմիոթերապիայի ծախսերը չի փակում, բայց ես գրեթե վստահ եմ, որ մենք այդ հարցն ենք լուծելու եւ ես ձեզանից շնորհակալ եմ մի գործ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։